Վերադառնանք ստուդիայում ունենք հյուր, մեր հյուրն է երկդաշինքի ավականու արդեն անդամ Զարուհի Բաթոյանը։ Բարև ձեզ Զարուհի, շնորհակալություն մեր հրավեր ընդունելու համար, շնորհավորում եմ ձեզ։ Դուք Նիկոլ Փաշինյանը մանդատը վայր դրեց ավականիում եւ փաստորեն դուք դարձաք ավականու անդամ։ Զարուհի, ինչպիսին կլինի նոր ավականին հաշվի առնելով, որ այստեղ ընդդիմադիր ավականու աշխատողները ավելի շատ են լինելու։ Կարծում եք, որ սա ավելի որակյալ ավականի է լինելու, քան նախորդը։ Միանշանակ, որովհետև այս ավականին տարբերվելու է նաև իր երիտասարդ ուժով, եռանդուն ավականու անդամներով, ովքեր տարբեր նախաձեռնությունների ժամանակ միշտ պաշտպանել են երևանցու շահերը եւ նրանց մեծ մասը ակտիվիստներ են եղել եւ ունեն բավականին հարուստ քաղաքացիական հասարակության ոլորտում արդեն իրենց փորձը եւ իրենց գիտելիքները պետք է ներդնեն, որպեսզի Երևանի զարգացումը, այսպես ասեմ, անխուսափելի լինի, նույնիսկ այս ուժերի համակցությամբ եւ ամենակարևոր գործառույթը, որը մենք պատրաստվում ենք ստանձնել, սա թափանցիկության, վերահսկողության ապահովումն է, որը փորձելու ենք նաեւ երևանցիներին մասնակից դարձնել այս բոլոր գործընթացների, որովհետեւ իհարկե մենք փոքր ուժով հնարավոր է, որ շատ մեծ ազդեցություն չկարողանանք ունենալ որոշումների կայացմանը, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ որոշումները կայացվեն թափանցիկ ձևով, որպեսզի երևանցիները հնարավորինս դրան հաղորդակից լինեն եւ կարողանան իրենց կարծիքը նաեւ արտահայտել մեր միջոցով։ Բացի այդ, ավականու անդամները բավականին մեծ հնարավորություն ունեն հենց քաղաքացիների հետ քննարկելու վարչական շրջաններում հանդիպումներ ունենալու, քաղաքապետի տարբեր ուրեմն աշխատակազմի տարբեր անդամների փոխքաղաքապետերի հետ անմիջական քննարկումներ ունենալու եւ ցանկացած ժամանակ քաղաքացիներին հուզող հարցերը բարձրացնելու, այնպես որ միանշանակ այս ավականին տարբերվելու է մյուսներից։ Այ դուք ձեր քարոզարշավի ժամանակ բոլոր գրեթե վարչական շրջաններով շրջում էիք, հանդիպումներ էիք ունենում բնակիչների հետ, նույնը անում էր քարոզարշավի ժամանակ նաեւ Տարոն Մարգարյանը եւ Զարուհի Բոստանջյանը։ Պատրաստվում եք արդյոք դուք այդ խնդիրներին, երևանցիների խնդիրներին նորից նույն կերպ ծանոթանալ, թե մենք գիտենք, երբ որ մարդ հայտնվում է արդեն 4 պատերի արանքում, մի քիչ դժվար է լինում հետո նորից դուրս գալ եւ շփվել քաղաքացիների հետ։ Ինչպես եք նորից այդ ինտերակտիվ շփումը ինչպես եք պահելու։ Միանշանակ, որովհետեւ 4 պատերի մեջ նիստերը ամիսը մեկ անգամ են տեղի ունենում եւ այդ նիստերի միջև ընկած ժամանակահատվածը բավականին մեծ ժամանակահատված է, որպեսզի ամենօրյա աշխատանք իրականացնի ավականին եւ երկդաշինքի անդամները նաեւ բնականաբար թե սոցիալական ցանցերի միջոցով, թե առանձին հանդիպումների միջոցով այդ կապը պահպանելու են իրենց համատիրությունների հետ աշխատելով, որովհետև մեր ծրագրում եւս շատ կարեւոր դրույթ էր համատիրությունների զարգացումը եւ համատիրությունների հետ աշխատանքը, անձամբ ինքս ներգրավված եմ հենց մեր համատիրության աշխատանքներում եւ դա աշխատավոճ է, դա սկզբունք է մեզ համար, բոլոր ուրեմն նախընտրական պրոցեսներում եղել է եւ այդպես շարունակվելու է աշխատանքը, միանշանակ այդ կապը պահպանվելու է եւ առանց դրա որևէ, այսինքն մենք ակնկալելու ենք մեր քաղաքացիների աջակցությունը, որովհետեւ յուրաքանչյուր քննադատություն, յուրաքանչյուր առաջարկ, յուրաքանչյուր դիտողություն դա աջակցություն է մեր աշխատանքի համար եւ ես էլի արդեն նաեւ եթերից թույլ տվեք օգտվեմ առիթից եւ կոչ անեմ, որպեսզի ցանկացած հարցի դեպքում անպայման գրեն, անհանգստացնեն, զանգեն, որպեսզի մեր աշխատանքը ավելի արդյունավետ լինի այս պարագայում։ Նախքան քաղաքական ակտիվ գործունեության մեջ մտնելը դուք Զարուհի հասարակական կազմակերպություն եք ղեկավարում եւ ես գոնե շատ հիշում եմ, թե ինչքան հաճախ եք դուք բարձրաձայնում քաղաքի այս կամ այն հատվածում առկա խնդիրների մասին։ Ձեր որպես ավականու անդամի ամենակարևոր գործառույթը դուք ո՞րն եք տեսնում, այ որ դուք լինելով այնտեղ այդ խնդիրները լուծելու եք։ Նախ սկսեմ նրանից, որ առաջինը պիտի հարմարեցնենք քաղաքապետարանը, քաղաքապետարանի շենքը, որովհետև այն դահլիճը, որտեղ կայանում են նիստերը, ավականու նիստերը, մատչելի չէ ինձ համար։
Աստիճաններ կան։ Այո, աստիճաններ կան, վերելակը բարձրանում է մինչև 4-րդ հարկ, այնուհետև աստիճաններ պիտի հաղթահարեմ։ Այսինքն առաջին քայլը ես պիտի ուղղակի նաև իմ ներկայությամբ եւ իմ մասնակցությամբ ճանապարհ հարթեմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր ունեն տարբեր դժվարություններ, ովքեր ունեն հաշմանդամություն եւ ովքեր իրավունք ունեն նաեւ որոշումներ կայացնելու իրենց քաղաքի համար։ Ես ուրախ եմ, որ այդ նախադեպը կստեղծեմ եւ բնականաբար արդեն բոլոր գործընթացներում, բոլոր այն ծրագրերում եւ որոշումներում, որոնք որ ուղղված կլինեն Երևանի զարգացմանը, դրանք կապ չունի ինչի մասին է եւ որ ոլորտին կվերաբերվեն, դրանք պետք է նաեւ նկատի ունենան հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները։ Իհարկե այս իմաստով ես պետք է անընդհատ հիշեցնեմ այդ խնդիրների մասին, ես արդեն անընդհատ պետք է բարձրաձայնեմ համակարգային լուծումների անհրաժեշտության մասին, որպեսզի այդ գործընթացները ներառական, հնարավորինս ներառական լինեն եւ ես հենց այդ նպատակով եմ մասնակցել ես ամբողջ ընտրությունների գործընթացին եւ իմ նպատակը առաջին հերթին հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի Երևան ստեղծելն է, տեսնելն է, նպաստել է այդ Երևանի ստեղծմանը։ Ելք դաշինքը իր հանդիպումների ժամանակ անընդհատ այսպես թևավոր խոսքեր էր դարձել հուսահատության գազելներից հրաժարվել, վերելակներից, ինչպես է կարողանալու, թեպետև քիչ չէ ձեր մանդատները 14 կարծես թե մանդատ ունեք եւ հաշվի առնելով, եթե նաեւ համագործակցեք Զարուհի Փոստանջյանի կուսակցության հետ, ինչպես եք փորձելու ի վերջո ձեր խոստումները ի կատար ածել։ Ես հասկանում եմ, որ խոստումների տեր կանգնելը շատ ավելի հեշտ է լինում իշխանություն ունենալու դեպքում, բայց եւ այնպես, եթե դուք ձեր ընտրողներին ինչ-որ բան եք խոստացել, գոնե պետք է կարողանաք դա ի կատար ածել։ Միանշանակ, բայց այս դեպքում մենք բնականաբար շատ մեծ լծակներ չունենք մեր խոստումները իրականացնելու, սակայն մենք պետք է ուշադիր լինենք այն խոստումների նկատմամբ, այն խոստումների հանդեպ, որոնք տվել է այն քաղաքապետը, որը ընտրվել է, որը հաղթել է եւ իր ծրագրում եւս կար տրանսպորտային, ուրեմն համակարգի բարեփոխումներ եւ այլն, այսինքն մենք պետք է արդեն ավելի զգոն եւ ավելի հետեւողական լինենք, որպեսզի այդ ծրագրերը իրականացվեն պատշաճ կերպով, իրականացվեն արդյունավետ, իրականացվեն իսկապես այն ժամկետներում, որ նախատեսված են կամ եթե չկան ժամկետներ նախատեսված, ապա փորձենք այդ ժամկետները սահմանել։ Այսինքն այս դեպքում մենք նաև բնականաբար վերահսկողությունն ենք իրականացնելու այն ծրագրերի, որոնք որ ուրեմն հաղթող տեխնացուն առաջարկել է իր ծրագրերում, այո, եւ պետք է նաեւ ամեն օր մենք այդ վերահսկողություն իրականացնողի, հիշեցնողի, ինչու՞ չէ նաեւ պարտադրողի դերում լինենք այս դեպքում։ Զարուհի, երբ որ մենք նայում էինք տվյալները, մասնակցության թիվը շատ քիչ էր երևանցիների այս ընտրություններում։ Հանրապետականի ներկայացուցիչ Նաիրա Նահապետյանը ասել էր, որ մարդիկ չեն գնացել ընտրության, որովհետև գոհ են ստեղծված վիճակից։ Ինչ կարծիք ունեք դուք այդ մասին, արդյոք դրանով է պայմանավորված մասնակցության, գրեթե 40%-ն էր մասնակցել երևանցիների, կեսից քիչ։ Այո, երևանցիների 41%-ն է մասնակցել եւ եթե չեմ սխալվում 100,000-ով ավելի քիչ, քան նախորդ ընտրություններին եւ իհարկե համաձայն չեմ, որ ամեն գոհ են քաղաքացիներ հենց այս պատճառով, թեև իսկապես սա շատ մեծ խնդիր ենք համարում մենք եւս քաղաքացիների ցածր մասնակցությունը, բայց մենք կարծում ենք, որ սա իսկապես այն հուսահատության, թերահավատության արդյունք է ավելի շատ, քան որ մարդիկ ուղղակի գոհ են իրենց իրավիճակից։ Իհարկե մենք որպես քաղաքական ուժ մեր առջև խնդիր ենք դրել այդ հուսահատության գազելներից, մարդկանց կարծես թե հուսահատության փոսից դուրս հանելու, բայց այնքանով շատ կարճ ժամանակահատվածում ցավոք մենք չենք կարողացել այն աստիճան մարդկանց հավատ ներշնչել կամ համոզել, որպեսզի իրենք իսկապես հավատան, որ իրենք են իրենց քվեիտերը եւ իրենք կարող են փոխել իրավիճակը իրենց քաղաքում։ Այսինքն մեր աշխատանքը բնականաբար շարունակվելու է այս ուղղությամբ, բայց ես կարծում եմ, որ
Պատճառը ամենևին այն չէ, որ իրենք գոհ են։ Պատճառը հենց այդ հավատի բացակայությունն է, անտարբերությունը, որը շատ ավելի վտանգավոր է, քան երբ մարդ ուղղակի ունի դիրքորոշում եւ այս կամ այն ուժին է ընտրում տարբեր անձնական կամ ֆինանսական այլ շահերից ելնելով։ Կարծում եմ, որ այս անտարբերությունը հավասարապես վտանգավոր է մեր քաղաքի համար։ Այ ընդդիմության մեղքը դուք այստեղ չեք տեսնում այս նույն հուսահատության մեջ։ Պատասխանատվությունը տեսնում եմ։ Մեղք չեմ կարող ասել, որովհետև մեր ուժի դեպքում կոնկրետ ես կարծում եմ, որ բավականին կարճ ժամանակահատվածում ստեղծման գործունեության եւ աշխատանքին մենք բավականին լուրջ արդյունքներ ենք գրանցել այսօր։ Մենք ունենք 9 падգամավոր, 14 ավականու անդամ, ունենք ավականու անդամներ այլ քաղաքներում, ունենք գյուղապետ եւ այլն, այս մասին բազմիցս ասել ենք եթերում։ Շատ կարճ ժամանակում դուք կարողացաք այդքանին հասնել։ Այո, բայց պատասխանատվություն միանշանակ, որպեսզի մենք ունենանք ավելին, սա իհարկե ունենք։ Այս պատասխանատվությունը մերն է եւ մենք փորձելու ենք մեխանիզմներ գտնել, աշխատանք իրականացնել, որպեսզի մարդիկ իսկապես հավատան, որ իրենք ունեն այլընտրանք, իրենք կարող են մասնակից լինել, որովհետև շատ հետաքրքիր ու կարևոր է, երբ մարդիկ տեսնում են, որ այն падգամավորը կամ այն տեխնացունում իրենք ձայն են տվել, այն տեխնացուն ավելի ճիշտ ում իրենք ձայն են տվել, հետո դարձել է падգամավոր, այսինքն իրենց ուրեմն նախընտրած ուժը ստացել է մանդատներ եւ ավելի շատ դա է մարդկանց ոգևորում, երբ մարդիկ հավատում են, որ դա հնարավոր է իսկապես, նույնիսկ մեր իրավիճակում դա հնարավոր է։ Այդուհանդերձ ելքը, եթե չեմ սխալվում, 1000-ից ավելի ձայն ստացավ, քան խորհրդարանական ընտրությունին է ստացել Երևանից, այո։ Կարող ենք ասել պատճառը նաև այն էր, որ վերջին օրերին դաշինքը 15000 դրամի սոցիալական աջակցության այդ ինստիտուտը, ասեմ, թե առաջարկը, ասեմ, ներդրեց։ Պատճառը չգիտենք, որովհետև մենք բավականին երկար աշխատել ենք իսկապես, այսինքն նույն տեմպով աշխատել ենք, ինչ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, հանդիպումներ, քննարկումներ ենք ունեցել։ Միանշանակ չեմ կարող ասել պատճառը, եթե դա է պատճառը, ապա լավ է, բայց այս դեպքում մենք ավելի մեծ արդյունք էինք նախատեսում, այսպես ասեմ, ավելի մեծ արդյունքի ակնկալիք ունենք եւ այսօր մենք կարող ենք արձանագրել, որ այդ սոցիալական աջակցությունը եւ սոցիալական փաթեթը, որը առաջարկում էինք, այն ազդեցությունը չունեցավ եւ ընդհանրապես լուրջ արդյունք չունեցավ։ Դա լավ է թե վատ, դա ինչի մասին է խոսում։ Դա փաստ է, որի հետ մենք պետք է հաշվի նստենք եւ մենք պետք է նկատի ունենանք, որպեսզի մեր հետագա նաև գործողությունները, ռազմավարությունը մշակենք։ Այսինքն սա վերջին շաբաթվա ընթացքում մի քայլ էր, որը հնարավորություն էր տալու որևէ փոփոխություն բերելու։ Փաստը ցույց տվեց, որ սա մեծ ազդեցություն, մեծ հաշվով փոփոխություն չբերեց եւ այս 1000 եւ ավելի ձայների դեպքում չեմ կարծում, որ հենց սա է, միայն սա է պատճառը, բայց չենք բացառում։ Այսինքն այս դեպքում շատ կարևոր է նաև, որ այն ձայները, որ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ենք մենք վաստակել, այդ վստահության քվեն ստացել, այդ ձայները պահպանել ենք, որի համար շատ շնորհակալ ենք եւ խոստանում ենք, որ ամեն ինչ անելու ենք, որ մեր ընտրողների ակնկալիքները արդարացնենք եւ նրանց թիվը մեծացնենք։ Եղել են մարդիկ, որ եկել ասել են ձեզ ուր է իմ 15000-ը։ Չէ, որովհետև 15000 այդ սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվեր այն դեպքում, երբ ելքը հաղթեր եւ մենք ունենայինք մեր քաղաքապետը։ Բարի, Երևանի խնդիրների մասին դուք շատ եք խոսացել քարոզարշավի ընթացքում եւ մյուս ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ Զարուհի Պոստանջյանը խոստացել էր, որ Ավականիում դժոխքի է վերածելու հանրապետական կուսակցության առաջնորդ Տարոն Մարգարյանի օրերը։ Ձեր թիմից էլ, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ մենք էլ փորձելու ենք երևանցիների համար դրախտ ստեղծել։ Հիմա այս դժոխքի եւ դրախտի արանքում ինչպիսի Երևան եք ի վերջո պատկերացնում։ Եթե իհարկե Երկիր ծիրանին վերցնի մանդատները եւ ինչի համար մենք իսկապես ուրախ կլինենք, կարծում եմ սա կարևոր է, որովհետև մենք ավելի մեծ ուժ կլինենք։ Այս դեպքում միանշանակ շատ դժվար կլինի հանրապետական կուսակցության
ավականիների աշխատանքը, որովհետև մենք նորից եմ ասում, պիտի վերահսկողություն իրականացնենք, խնդիրներ բարձրաձայնենք, այսինքն այն ավականին, ինչ որ մինչ այսօր այդպեսին չի լինելու, Երևանի ավականու կազմը։ Սա միանշանակ եւ որոշ չափով իհարկե համաձայն եմ Տիկին Փոստանջյանի հետ, եւ մենք դա միասին կարող ենք անել, այսինքն նույն դժողքի վերածելը, ես չեմ կարծում, որ դա ինքնանպատակ է։ Այսինքն, եթե մենք պիտի դրախտը ստեղծելու համար դժողքի միջով անցնենք, այո, մենք բոլորս պատրաստ ենք, այդ թվում նաև ես, որովհետև ես երկար ժամանակ բավականին բարձրաձայնում եմ խնդիրներ մատչելիության հետ կապված, բայց այդ համակարգային լուծումները, փոփոխությունները չեն տեղի ունենում եւ տարօրինակ է, որ կամ գուցե այդքան էլ տարօրինակ չէ, երբ մարդիկ նաև ինձ շնորհավորելով երկրորդ բանը, որ ասում են, որ ինչ դժվար է լինելու Տարոն Մարգարյանի համար։ Ես էլ հույս ունեմ, որ դժվար է լինելու, բայց իհարկե ամեն ինչ կախված է նաև այդ համագործակցությունից, այդ թիմից, թե որքան խելամիտ կգտնվեն ավականու անդամները, որպեսզի երևանցիների կյանքը դրախտ սարքենք։ Շատ շնորհակալություն Զարուհի զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, զրուցում էի Երևանի ավականու անդամ Ելք դաշինքից Զարուհի Բաթոյանի հետ։